Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական շրջայցը Երևանի մետրոյում այսօր այդքան էլ հարթ չի ընթացել։ Նա բանավեճի է բռնվել մի արցախցի աղջկա հետ։ Հոլովակը րոպեների ընթացքում համացանցը գրավել է, իսկ հայ հայտնիներն էլ փորձել են անդրադարձ կատարել։ Նրանք հիմնականում մեղադրել են Հայաստանի Հանրապետության վարչապետին աղջկա հետ նման կերպ, նման տոնով ու վարքագծով խոսելու համար։ Հաղորդավարուհին Նազենի Հովհաննիսյանը կիսվել է հետևյալ տողերով. Հուսով եմ մետրոյի տեսանյութը նայելուց հետո ոչ մեկիդ մոտ այլևս կասկած չմնաց, թե ով է գրում ներքին թշնամանք ու թույն տարածող քարոզչական տեքստերը։ Թեմային անդրադարձել է նաև Լիանա Վանոյանը, նա գրել էր. «Չեմ հավատում, ուր ենք հասնելու»։ Նույն տեսանյութին մեկնաբանություն է տվել նաև բլոգեր Հայկ Մկրտչյանը, որից հետո նաև անդրադարձ է կատարել Անահիս Սարդարյանը։ Առաջարկում ենք լսել նրանց խոսքն առանց մեկնաբանության։ Շոկի մեջ, որովհետև ինչ ինքը խոսում է, ես չեմ դադարում ամաչել, ես հենց գետինն եմ մտնում ու չեմ ջոգում ոնց, բայց այդ հենց մի կողմ այդ ֆակտ է։ Ներվերս խախտվում է կոմենտների վրա, որ գրում են լավ ասում, ճիշտ ասում, ով եք դուք, ով։ Բայց քիչ եմ բռնեմ հաթաթ ատելության քարոզ չի կարելի, բայց հենց չգիտեմ ինչ պետք է անես այդ մարդկանց։ Ոնց կարաս դու այնքան էմոցիոնալ տգետ լինես, որ տենց բաներ կոմենտներում գրես։ Այնքան որ ուզում եմ ներողություն խնդրել մետրոյում կատարված դեպքի մասով։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք։ Ուզում եմ ասել, որ սիրելի արցախահայեր, սա ոչ մի դեպքում չի արտացոլում հանրության վերաբերմունքը ձեզ, ավելին, ձեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր սրտացավ են, զգայական են բոլոր այն կորուստների, դժվարությունների հանդեպ, որոնց բախվել եք դուք, եւ որը վերաբերվում է մեզ յուրաքանչյուրիս։ Պետք չի երեխայի մեջ պանդխտության գեն մտցնել։ Ես չեմ ուզում, որ մենք պետական մակարդակով բաժանարարներ գծենք, պիտակավորենք միմյանց։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Ավելին, շարունակենք խորացնել այն անհիմն ատելության ալիքը, որը կա պարզապես հայի միջև։ Որքան էլ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, ուզում ասել, որ դրա առաջնորդը որևէ ձև չի արտացոլում գաղափարները, մտքերը, տեսակետները, որովհետև դրանում երբեք գոյություն չէր կարող ունենալ էմոցիոնալ անտարբերություն։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Հարգանքի բացակայություն դիմացինի հանդեպ, ով ունի անդառնալի մեծ կորուստ։ Միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բան չի չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տեն։ Հոգնել եմ շարունակաբար ամաչելու։ Կիրակի վայելել ինչ բան, եթե քո երկրի ղեկավարը այդ ցիլով մարդն է, այնց կա հարամի սաղից եղե։ Սաղի կյանքն է հարամ է, բոլորս Կիրակին է հարամում, որովհետև դե ինքն է մեր երկրի ղեկավարը, բա ուրիշ ոնց կլինի։ Ուրեմն տարածում է վիդեո համացանցում, որտեղ որ այս ցիլով մարդը մետրոյում արցախցի կնոջ ասում է, բա դուք փախածներդ, չգիտեմ ինչներդ։ Ուրեմն Արցախը հանձնողը 5000 երեխու մավան պատճառ դարձածը արցախցի կնոջը այն որ ասում է տղամարդ եք ու եղել է տղամարդ նստել է ու մատը թափ տալով այսպես հետը խոսում է ու ես այլ այն որ բառ չեմ գտնում ասելու միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ հայրենիքը շատ սիրող մարդ խնդրում եմ օրինական մարմիններից պատկան մարմիններից նրան ենթարկել ուրեմն պատասխանատվության ազգամիջյան ատելություն ձևավորելու համար որովհետև նստել ասել դուք փախակ դուք սենց արիք դուք նենց արիք այդ միայն ու միայն ատելությունն է միայն ու միայն ատելություն է մտցնելու մեր բոլորի Հայր ջան չտրվեք սադրանքների թույլ մի տվեք որ մեզ կիսեն ու բաժանեն ու այդ մարդիկ ովքեր որ ով ուզում է լինի ինքը լինի մյուսը լինի դրանից առաջները լինեն նախկիններ ով ուզում է լինի այն մարդիկ ովքեր մեզ կիսում են բաժանում են ինչ որ ականների Ղարաբաղցի չգիտեմ գյումրեցի չգիտեմ էցիների իրանք չեն կարա լավ մարդիկ լինեն երբեք չեն կարա մեր լավը ցանկանան ես որպես ճգնաժամային օրերին ամենամեծ շտաբ ունեցող մարդ ամենամեծ օգնություն հավաքած մարդ առանց մի լումա հավաքելու ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ մարդիկ բոլորը իրար սիրում են մեր ազգը այսպես միասնական է երբ որ պետք է լինում բայց սրա նմանները գալիս են եւ փորձում են մեզ բաժանել եւ ես խնդրում եմ նորից եմ կրկնում եթե այս երկրում կան իրավապահներ ովքեր որ ազգամիջյան ատելության դեմ ուզում են պայքարեն ուրեմն առաջին հերթին պիտի պայքարեն սրա դեմ առաջին հերթին որովհետեւ ինքը սրա հրահրողն է սադրիչն է եւ եթե ինքը անում է նշանակում է ինքը ասում է որ կարելի է ասենց անել ու սա միայն ու միայն կբերի ինքը արտաքին պատերազմներից է խոսում ինքը ներքին պատերազմ հրահրող է
Չէ, դուք հասկանում եք, եթե այդ մարդը տենց բաներ է խոսում կամերայի առաջ, ուրեմն կամերայի հետևում ինքը ոնց է վերաբերվում ընդհանրապես արցախցիներին։ Իսկ դուք լավ հիշեք, այսօր արցախցին է անտուն մնացել, վաղը շատ հանգիստ մենք կարանք մնանք անտուն։ Ու ես ճանաչում եմ մի երկրի ղեկավար, այս աշխարհի երեսին, ով որ ամեն աստծու օր շանտաժ է անում իր երկրի ժողովրդին, իր ազգակիցներին պատերազմով։ Այդ երկրի ղեկավարը ցավոք սրտի մերն է։ Ինքը ամեն աստծու օր մեզ շանտաժ է անում պատերազմով։ Ու ես հիմա հասկանում եմ ինչ են իրանք միշտ շնորհակալություն հայտնում Ալիևին, որտեղ Ալիևը վաղուց էլ պատերազմով մեզ շանտաժ չի անում։ Ալիևը ասում է, «Всё, ես ինչ պետք էր ստացել եմ»։ Չնայած ինչ էլ պետք լինի հելի կարաստանա, բայց մեզ ամեն օր շանտաժանողը մեր իսկ երկրի, մեր իսկ կողմից փաստորեն ընտրված վարչապետն է։ Հունիսի 7-ը մեր համար հնարավորություն է, որպեսզի այս ամոթից, այս ամեն ինչից ազատվենք։ Խնդրում եմ, մտքով գնացեք ընտրության։ Ոչ թե գնացեք ընտրության մենակ մի փոր հացի համար, այլ գնացեք ընտրության մտածելով ձեր ապագայի ու ձեր սերունդների մասին։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռմբակոծության ժամանակ երկու երեխաներ 5 եւ 7 տարեկան զոհվեցին սնարյադի տակ, սնարյադի հարվածից։ Եվ երբ որ մայրը իր 7 տարեկան վիրավոր երեխուն փորձում էր շտապօգնությունը մեքենա դներ, հենց այդ պահին զոհվում է իր մյուս երեխան, 5 տարեկանը։ Երկու երեխա մահացած, մայրը սեպտեմբերի 19-ին չի իմանում ինչ անի, փոքրիկ դագաղներ պատվիրի, հասկանա, որ մորգում Հայաստանի Հանրապետությունում տեղ կա, խառնված զանգերին ինձ հարցում էր եռաբլուրում կարող է իր երեխաներին թաղել, թե ոչ, իսկ դուք այտենց մարդկանց հենց հիմա անվանում եք փախած, սիրտ չունեք, հոգի չունեք, սուտ եք ոտից գլուխ ու պիտի գնաք, որտեղ դուք մեզ երկրում միայն ու միայն ատելություն։ եղբայր կարելի է քեզ նվիրեմ մի հատ սրանից, չէ՞։ Ինչ քարտեզն եք դներեք։ Հա, շատ լավ։ Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու, այդ հաշվի առել։ Էլ բաց չկա, մենք չենք թողելու, որ այդ ձեր գաղափարաբանությունը էլի գիտեք ինչ, ես գիտեք ինչ, ես ամեն ինչ արել եմ, մի րոպե սպասում, չէ կշարունակեմ, ես կշարունակեմ, գնացքի, իմ խոսելը գնացքի ընթացքը չի կանգնեցնում, չէ, շատ է, բայց քանի որ ես ձեզ լսեցի, դուք էլ ինձ պետք է լսեք, մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեն, և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք ընդեղ մնաք, բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը, կխոսեմ տենց ես հետ բարձր, ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մեկ եք ու Ղարաբաղցի, Արցախցի եք գտել, ովքեր ձեզ իշխանաժողովներ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մենք չստիպեք, մենք շտանք, մենք շատ ուշանում ենք։ վերջին կանգառնա, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Այդ մարդկանց իզուր Մինչև այդ կապույտ անձնագրեր ունենք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր է ու ոչ ճամփորդական փաստարկում։ Այո։ Իգիտություն ձեզ մեզ։ Ես գիտեմ իգիտություն ձեզ եւ դա Հայաստանի Այդ մարդիկ նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ իրենք ուրիշ ճարպ չունեն։ Մարդիկ առանց որ ապրում են, բարձ են տալիս, մարդիկ ցանկանում են որ այդ չին բնավ բարձից օգտվել, ուզում դա է պատճառը։ Ոչ թե մարդիկ գտնում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, իրավեն նորից քաղաքացի։ Լսեք,
մարդիկ, ուրեմն ես մենակ մի բան եմ խնդրում ձեզ, մենակ մի բան եմ խնդրում։ Այդ բանդախտության բանը միտումը պետք է անել, պետք է հանդարտվել, պետք է այս երեխուն պետք չի բանդախտության Այդ երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Երեխան ապրելու է Հայաստանում։ Եվ իմ խնդրանքն է, պետք չի երեխայի մեջ բանդախտության գեն մտցնել։ Ես էլ բան չեմ ասել, մի դուս եք, հանդիստ եք կողմից, հանդիստ եք։ Այո, այո։ Հայաստանի Հանրապետությունն է իր Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետությունն է իր երկիրը։ Ոչինչ, լինում, ստիպված եք, ստիպված եք։ Շատ լավ, ձեզ հանգիստ է կողմ, հանգիստ։ Չեն գավիթնա, չէ, գարեգին նրդենք, գարեգին նրդենք։